խնդրահարույց եմ նախադեպը համարում ընդհանրապես Հայաստանում նման գործընթացների համար եւ գտնում եմ, որ այո, ընկերությունը շատ լավ արել, որ ինչ-որ փոփոխություններ արել, ավելի հաշվի առել ձեր բոլոր դիտողությունները, համայնքն դե համաձայն են գիտեն, ես առաջարկում այս պրակտիկան չկիրառել։ Այսինքն, եթե այդքանը կա, նորից սկսել գործընթաց։ Ամենասկզբում։ Ես դա շրջակա միջավայրի նախարարության որպես քաղաքականություն մշակում եւ իրականացնող, որովհետեւ դուք հիմա պատասխանատվություն եք վերցնում որպես լիազոր մարմին։ Վատ պրակտիկա, վտանգավոր պրակտիկա Հայաստանում ներդնելու անկեղծությամբ եմ ասում։ Այսօր բառնա վտանգավոր բառ։ Որ այսպես կարան երկու տարի գործընթացները գնան, հանգամանքներ փոխեն, բայց ընկերությունը զորոյական տեղի չսկսի իր գործընթացը, այլ ուղղակի փաստաթղթերը փոխի եւ ներկայացնի։ Բայց ես նախարարության հետ մենք կարող ենք նստել բանալիչել խոսել, որովհետեւ այստեղ դուք կոնկրետ ներկայացնում եք ընկերություն, որը ունի հստակ ծրագրեր, բիզնես, ողջունելի է Հայաստանում բիզնես, դուք բնական է, որ խոսելու եք բիզնեսի շա, ես խոսում եմ այս բայի, համայնքային մակարդակից եւ որպես քաղաքականություն մշակող, դա շատ վտանգավոր պրակտիկա է, եւ ես իսկապես անկեղծությամբ, քանի որ ես բազմիցս տարբեր տեղեր նշել եմ, նույնիսկ այն դեպքերում, երբ որ լիազոր մարմինը տվել է դրական եզրակացություն, որ լիազոր մարմինը հատկապես վերջի տարիներին ինքը շատ օբյեկտիվորեն է, խնդրին մոտենում, միշտ նշել եմ, այս օբյեկտիվ դա անմիջապես բերելու է նրան, որ շահագրգիռ հանրություն ասված դրակոնի քաղաքացիական հասարակություն փորձագետներ փորձելու են հիմա էլ հստակեցնել օրենսդրական փոփոխությունների գնալ, որպեսզի նման հնարավորություն ձեզ որպես նախարարության չթողնի։ Դրա համար դա շատ կարևոր, շատ խոցելի է դարձնում ձեզ, որպես նախարարություն այս պրակտիկան կիրառել։ Ես ավարտեցի դրա համար ու շնորհակալ եմ ձեր դիտարկումների համար, նախարարությունը մշտապես լսում է հանրության կարծիքները, հատկապես քաղաքականության մշակման գործընթացում, եթե հետևում եք, բազմիցս օրենքում վերջերս փոփոխություններ են իրականացվում եւ նաեւ հանրային լսումների հետ կապված փաթեթը դիտարկվում է որպես առաջնային օրենսի կոմիտեի կետերի